իսկ որ դրանք նույն բանն են մեծ հաշվով մեր այսօրվա իշխանությունը եւ մեր այսօրվա ընդդիմությունը, այսինքն երեկվա իշխանությունը մեկ բանով գոնե 100%-ով նույնն են Մոսկովյան նույն կենտրոնից ղեկավարվելու հանգամանքով։ Բնականաբար յուրաքանչյուրն իր դերն է տանում եւ իր պարգևահաբը ստանում կրկեսի շնիկների նման։ Այլ ընտրանք ունեն, չունեն։ Նրան ասում է ճաշիր, նրան ասում է հակադարձիր։ Այո, հակադարձիր։ Վաղ ընտրություններ կլինեն, հա, եւ մենք կունենանք Մոսկվան դա է անելու։ Հիմա եթե թույլ տվես Նիկոլ Փաշինյանը պարտությունից հետո էլի որոշակի ձայներով մեծ մասամբ ձայներ ունենալով միանձնյա տնօրինել, վաղը դա թույլ չի տալու, դարձնելու է մի տեսակ, գիտեք ինչպեսին, ոնց որ Երևանի քաղաքապետը, որ դոգի մի ձենով դարձավ, ինքը դոգի մեկ ձայնի քաղաքապետն է այսօրվա մեր քաղաքապետը, վաղն էլ Նիկոլ Փաշինյանը անպայման այդպիսի մի խայտից կախված է լինելու, որ ցանկացած պահի կարողանան քաշել վերև եւ կարթը մնա կոկորտը, հա։ Այսինքն խորհրդարանում էլի ռուսամետ ուժեր են լինելու։ Այո, բոլորը եւ նաեւ արևմտամետ խաղացող, այսօր դաշտում նայում են ինչ որ բաներ իմացող մարդկանց, ճանաչող մարդկանց համար ծիծաղել է այդ ամբողջը, արևմտյան որ խաղում են արևմտյան թեև բան։ Չգիտեմ, այս մասին արժե հիմա այսքան շուտ ասել կամ չասել։ Գիտեք, կգա ժամանակ ռուսական այդ հատուկ ծառայությունները կգան, մեդալները կտան, կասեն ապրեք, դուք հակառուսականությունը լավ խաղացիք մի մասին։ Մյուս մասին կգործուղի դեպի արևմուտք իբրև թե արևմտյանային եւ փախան արևմուտք այնտեղից SVR-ին ռուսական արտաքին հետախուզությանը ծառայելու համար, ինչպես որ այսօր էլ ծառայում են այնտեղից հայերը շատ։ Մյուս մասին էլ ավելի քաշ ապահովելու համար եւ անդիմություն խաղացնելու համար, Հայաստանին արևմտյան հարվածների տակ դնելու համար կնայտեն բանտեր իրենց ագենտուրային այդպես շատ հաճախ է լինում Զանգեզուր ֆիլմում ոնց էր որ տարել մոտոսետկային գցել է նույն ձևով անելու են նաև այստեղ մենք շատ ողբերգական վիճակում ենք դրա համար չգիտեմ երևի կարևորագույն հարցը այսինքն վստահություններ շնչող կարևորագույն ձևակերպումն այն կլինի գոնե ինձ նման մարդկանց համար գալիք խորհրդարանական ընտրություններում, եթե տեսնեմ, որ այդ ուժերը հավակնություն դրսևորող ուժերը առաջին կետով նշել են KGB-ի արխիվների բացումը։ Այդ որ այդ ագենտուրան կբացահայտվի, շատ բաներ կպարզվեն, եւ մենք այլևս ռուսական թակարդից գոնե ինչ որ կերպ դուրս գալու հնարավորություն կունենանք կամ գոնե մի քիչ ավելի անվտանգ կլինենք։ Բայց մենք նախընտրական շրջանում խոստումներ լսում ենք, բայց այդ խոստումները միշտ չէ որ իրականանում են ընտրվելուց հետո, այսինքն եթե անգամ ծրագրում ընդգրկեն որտեղից վստահություն, որ ընտրվելու դեպքում կբացի։ Չեմ կարող ոչինչ ասել։ Հիմա այս պայմաններում եկեք շարքային քաղաքացիների տեսանկյունից մոտենանք իրավիճակին եւ փորձենք հասկանալ հիմա ինչպես կողմնորոշվի շարքային քաղաքացին։ Երեք օրինակ Գյումրիում Վարդան Ղուկասյանը դիմում էր կոչով գյումրեցիներին, ասում էր ժամանակն է կանգնելու քաղաքի եւ ձեր մեր արժանապատվության կողքին։ Հիմա եթե բոլոր գյումրեցիները չլծվեցին հրապարակ, այնտեղ մեծ թիվ չեղավ։ Սա նշանակում է, որ հրապարակ չգնացած գյումրեցիները չունեն արժանապատվություն, չեն մտածում իրենց քաղաքի մասին, իրենց հայրենիքի մասին։ Հակառակը սիրելի Էլիզա։ Կարծում եմ հրապարակ չգնացած գյումրեցիները ավելին ունեն, քան արժանապատվությունն է, ունեն հիշողություն։ Ուզեք ես ինձ վերաբերեմ օրինակը։ 2008 թվականի ընտրություններին, երբ ես իմ երկու ընկերների հետ պատասխանատուն էի Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի ամբողջ Շիրակի մարզի համար Վարդան Ղուկասյանն էլ այնտեղ թուրնաճուձախ կտրում էր մեզ հետապնդեցին հենց ընտրությունների օրը եթե ես փորփրեմ կգտնեմ այդ ձայնագրությունները շատ լավ հեռուստաընկերություններ կային այնտեղ մասնավորապես շնորհակալություն եմ հայտնում Գալային Նյուսին ներողություն եմ խնդրում չեմ հիշում այդ հեռուստաընկերությանն նույն օրը նույն պահին ես մահապորձ էին անում ինձ վրա իմ ընկերների վրա որոնցից մեկը հղիկին հիշողություն ունեցողները դա կարող են հիշել դրա համար հիմա ինչ ուզում եք ես սքավորի տեսք ընդունեմ ասեմ վայ աման Վարդան Ղուկասյանին բռնել են հայերք այդ տեսակը ընդհանրապես իրավունք չուներ պետության կառավարման մոտենալու չէ՞ որ մեր
երկրորդ քաղաքն է, եթե մշակութային բանում վերցնենք, տեղ-տեղ նաև առաջին քաղաքն է Գյումրի։ Ձևեր չթափենք էլի։ Այ շատ վատ եմ զգում այն մյուս ձերբակալության համար, այն որ ոչինչ չէր ասել բռնեցին են։ Սամվել Կարապետյանի։ Չէ, Սամվել Կարապետյանի համար էլ իրոք որտեղ դա արդեն մեր իշխանությունների վարմունքը մենթի վարմունք էր, գրպանը պլան գցել եւ պլանի հոդված դնել մարդու վրա։ Դա շատ ամոթ բան էր։ Մենք կոնկրետ ես չեմ ճանաչում այդ մարդուն, բայց ես երախտապարտ եմ իրեն, որպես Երևանի բնակիչ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երբ որ տեսնում եմ իր արածի արդյունքները, կրկեսից սկսած Հյուսային Պողոտայի այդ տաշիր կենտրոնով, չգիտեմ, Մայրաթորի վերանորոգում ամեն Մայրաթորի, ընդ որում գիտեք, այստեղ մի հատ անեց բան կար, որ Նիկոլը Թեռնիել երկինք չի կարող նրա ծնկներին հասնել։ Ինքը լինելով կաթոլիկ միջավայրից, կաթոլիկ մարդ լինելով, մեր Մայրաթորի վերանորոգման հսկայական առողջի բաժինը նրան է պատկանում, այսինքն տեսեք ազգայինը կրոնականից հավատամքայինից ավելի բարձր դնել։ Ուրիշ բան, որ ես ինքս պրետենզիաներ ունեմ այդ մարդու նկատմամբ, մասնավորապես մեր արժեքներից գերագույնի հետ կապված, լեզվի հետ կապված, որտեվ սայթակումներ ինքն արել է, հիմա նստած է, ես ոչինչ չեմ ասի, նեղը գտնվող մարդու մասին, վատ բան չի կարելի ասել, ես մասիվցիան իմ բարյական կերպարի մեջ դա չի մտնում, բայց մի խոսքով գյումրեցիների այդ հատվածը շատ ավելի լավն է, արժանապատվությունից զատ ունի նաև հիշողություն։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Բայց հիմա մենք էլի տարանջատում չենք դնում, պարոն Հայրապետյան, եւ էլի հարցս ես կրկնեմ։ Շարքային քաղաքացին լսում է Վարդան Ղուկասյանին, ասում է եկեք կանգնեք քաղաքի։ Հիմա ընդհանրական կերպար եմ որպես ասում Վարդան Ղուկասյանին, ասում է եկեք կանգնեք քաղաքի եւ մեր արժանապատվության կողմից, մյուս կողմից լսում է իշխանության, որը ասում է, որ դուք պաշտպանում եք թալանչիների, պաշտպանում եք, չգիտեմ, քրեական
կենսագրություն ունեցող մարդկանց։ Հիմա մարդը ո՞նց հասկանա, ո՞րն է ճշմարտություն օբյեկտիվ։ Այդ մարդը ես եմ, սովորական քաղաքացի, ոչինչ ավելին չունեմ։ Օրինակ, այսինքն սովորական եմ, էլի, ամենասովորականն եմ։ Ես նորը կարդացի, այդ հեծի նոր տնօրեն են դրել են, կոմպոզիտորի անուն ունեցող մեկին դրել են, հա։ Ռոմանոս չգիտեմ ինչա։ Պետրոսյան։ Որ հարց են տվել ինչքան 5 միլիոն է ստանում, 5 միլիոն դրամ, այլ չի պատասխանել, ասել են նախորդներն ավելի շատ են ստանում։ Հիմա սովորական քաղաքացին ես եմ, իմ 5 տարվա աշխատավարձը, 5 տարվա, իսկ ես կարծում եմ գրդոն չեմ անում, ես շատ լավ եմ աշխատում։ Թեկուզ ողորմություն եմ ստանում։ Իմ 5 տարվա աշխատավարձը այդ մարդիկ 1 ամսում են ստանում։ Հիմա սովորական քաղաքացի եմ, թե չեն, այսօր ինձ մի ասեք, որ ես մտնեմ սովորական քաղաքացու տրամաբանության միջից խոսեմ, ես հենց ինքս այդ սովորական քաղաքացին եմ։ Եվ ես ասում եմ, այո, այդ մարդիկ իրավունք ունեն երկուսին էլ եւ իշխանությանը, որովհետեւ տեսնում են նրա մանիպուլյացիան եւ հատկապես այդ Վարդան Ղուկասյանների ասածներին մեջքով կանգնելու եւ ասելու եթե վսանցիր սատանայք, հա, եթե վսանցեք։ Այնպես որ դրանցից ոչ մեկին էլ ականջալուր լինել պետք չէ, սովորական քաղաքացին ինչ ենք հիմարի տեղ դրել սովորական քաղաքացուն, այսինքն ինձ, այսինքն մենք չունենք մեր բարոմետրերը, չափման միավորները ունենք, դա մեր խիղճն է, դա մեր հիշողությունն է, դա մեր տեսլականն է, գիտեք մեր ողբերգությունը, իմ եւ ձեր ողբերգությունը, որպես անհատական մարդիկ որն է, որ հենց հիմա նստած մենք ինչ որ Վարդան Ղուկասյան ենք քննարկում։ Հասկանում եք, մենք այնտեղ պիտի չգիտեմ, ինտելեկտուալ մեկն ունենայինք, նա մի հատ սայթակում արած լիներ կամ հանցանք գործած լիներ, նրա մասին պիտի խոսենք։ Ինչ է նշանակում, ինչ որ կիսագրագետ քրեական տերտեր լամիշ է լինում, Նիկոլն էլ դե տերտերներից դիվոտում է, չէ՞։ Դրա համար բոլորն էլ տան լսում է բանտերը։ Դրան ենք դրած քննարկում, բայց վիրավորական չէ։ Տեսեք մենք ինչքան ենք դեգրադացվել։ Դա ով է որ պիտի ինչ-որ աստվածաշունչ մեկնաբանի, դա ով է որ պիտի քարոստը, դա ով է որ պիտի իր քրեականի մտածողությամբ քֆուր դնի, ասի եթե չեք գալիս հիշողություն բան չունեք, արժանապատվություն չունեք։ Ամեն ինչ մեզ մոտ կեղծ է, ինչպես Թումանյանն էր ասում։ Կեղծ հայրենասիրություն, սուտի հայրենասիրություն, սուտի գողականություն, ամեն ինչ սուտի, իսկականը ոչ մեկի զուլալը չեմ տեսնում այսօր ես։ Նույնը կասեք հոգևորականների մասին։ Հոգևորականների մասին, քանի որ նրանց մի հատված հիմա ծանր վիճակում է, ես կաշխատեմ լռել, բայց նրանց մասին, այն ինչ այսօր իշխանություններն ասում են, շատ ավելի պարկեշտ ձևով, բայց ավելի ապացուցողական համակարգ տակը դրած, ասել եմ 2000-ական թվականներին, հենց 2000-ից, որոնք տպագրված են, փառք Աստծո կան դրանք։ Եվ ես էլ հիշողություն ունեմ, չեմ մոռանում։ Պարզապես չեմ ուզում, չեմ գնում այլևս, որտեվ չեմ վստահում նրանց օրհնանքին։ Այն մետրոների մոտ փող հավաքող տատիկները մի հատ օրհնեն շատ ավելին արժե, քան հոգևորականները։ Նիկոլն ինչ է կապել ասում, երեխա ունի անբարոյական է, թութակի նման էլ իրեն մանկլավիկները պետության երկրորդ, երրորդ, չորրորդ դեմքերը կրկնում են։ Դուք KGB արխիվները բացի, ժողովուրդը կասի հա հարց չկա, պատվով ճանապարհենք, ասենք մարդ էր սխալվել է, թույլ է գտնվել, ագենտ է դարել, այդ ագենտությունից էլ բխել է այս ամբողջը ինչ որ կա։ Բայց այն մյուս կողմն էլ պիտի բացված լինի, մենք պիտի իմանանք արդյոք հիմա մի ագենտին մեկ ուրիշով չենք փոխում, թե գնելու ենք այգեկցոյն առակի օրը, որ գնացել իշխանի համար մոմ էր վառում, ասում է, բայց ես քեզ մենակ վատություն եմ արել, ինչու ես ինձ համար աղոթում եւ մոմ վառում։ Ասում է, որովհետեւ ես աղոթեցի եւ քո հայրը մեռավ, որովհետեւ չար մարդ էր։ Եկար դու եւ դու ավելի վատն ես, ես հիմա վախենում եմ, որ քո որդին ավելի վատը կլինի։ Այս վախերից, այս զգուշավորությունից եմ ես ազատել պետք։ Եվ մենք ունենանք ազատագրված քաղաքացիներ, այլապես մեր ժողովրդին պետք չէ էլի հիմարի տեղ դնել։ Ողն ուղեղով շատ էլ լավ զգում է։ Այն 3 մանեթանոց խաթաբալայի միջը այդ լացողների հրապարակ հավաքելով չի լինի։ Եվ եթե կարգախոսներն ազնիվ լինեն, օրինակ մի 2-3 հոգի կան, որոնց համար ես փողոց դուրս կգայի, բայց կարգախոսներն ազնիվ չեն, ես ում հետևից գնամ։ Զգում եմ, որ իրենք էլ ազնիվ չեն։ Չսպասել, պարոն Հայրապետյան, որ եկեղեցի պետություն հարաբերությունները մի օր կարող չանան։ Դրա ընդ որում անհապաղ անհրաժեշտությունը տեսել էր արամակաթողիկոսը Կիլիկիո, որի վարդապետը հենց վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել էր այդ անհրաժեշտությունը։ Սիրուն
արտահայտություններ, որ մի օր կարող չանան, հուսանք, բան։ Չէ, գոնե այդպիսի ակնկալիք ունենանք, կամ որ դեպքում ունենանք կաթողիկոսի ապրեք։ հեռացմամբ։ Ոչ։ Դա երկրորդական խնդիր է։ Այս կաթողիկոսը եթե գնաց ավելի վատն եկավ, ավելի բեթաժն եկավ, հա, բարձրեն բառով ասեմ։ Ինչ տարբերություն։ Մենք չենք ունենա այս իշխանության պարագայում, այսինքն այս չասեմ, որ կոնկրետ անձնավորվածի մասին չէ, ռուսական իշխանության պարագայում բացառված է, որովհետև առ այսօր գործում է դեռ ռուսական ցարի Նիկոլայ Առաջինի Պալաժենյան Հայաստանում։ Մենք ենթարկված ենք ռուսական պետությանը։ Հանկարծ մի քիչ այս կողմ են կողմ իրենք են դոսիեները բացելու։ Հետո նախարարցակ լինի Նիկոլայք բացեն դոսիեները։ Եվ ոչ մենակ դերների էլի, բոլորի մեռելներին թաղել է պետք, այլապես գարշահոտում են մեռելները։ Մեռել ասելով 5 աղվածությունների մասին է խոսքը եւ ոչ հանկարծ անձանց էլի, Աստված բոլորին երկար կյանք եւ առողջություն եւ մասնավորապես ազատություն տա նրանց։ Մասնավորապես են ֆաշիստի մեծահարուստին, որին իրոք կրկնեմ, երախտամոռ չլինենք եւ ուրացող չլինենք, մեծ բան է արել, Հայաստանի թալանողներից ամենայն դեպս չի եղել։ Հայաստանը թալանած օլիգարխներից մեկին բռնել են մինչև այսօր։ Նրանցից փողեր հետ վերցրել են, ընտիծաղելի գումարները չասեք։ Չէ՞ որ ժողովուրդը գիտի, որ հսկայական բաներ են տարել։ Ինչ-որ 1% 10% բերում են ու վերջացավ։ Ինչ-որ ասում են Թրամփը առաջին տրանշով, չգիտեմ, 180 միլիոն, հա, փող պիտի տար իր անվան ուղին բացելու համար։ Այն վարորդը կիսագրագետ Սերժ Սարգսյանի Տիկնազորից էր էսի միջեր։ Հերոստացով են ցույց տվել պետական ալիքներ։ Տարավ այդքան դրեց սեղանին։ Հիմա որ մեկին sense թարս թափտաս գրպանից այդքան դուրս չգա։ Հենց այսօրվա իշխանավորներից, որոնք այդպիսի աշխատավարձ են ստանում, կրկնեն, ստանում են 1 ամսում իմ 5, 6, 10 տարվա աշխատավարձը։ 1 ամսում։ Ես չեմ կարծում, որ ավելին ունեն հայրենիքի արժև արած, քան ես եւ ինձ նման մարդիկ։ Իսկ Համոսահյանը լավ էր ասում, չէ՞, հենց բանան ասում են հայրենիքը մերն է, մենք հայրենիքի համար ենք անում, բայց այս մեղմ անկնում գրում են բոլորի վրա ձերն է գնացեք մեզ են ուղարկում ճակատ։ Իսկ հիմա մենք գաղափարական, քաղաքական ճակատում ենք, որը շատ ավելի կարևոր է։